վարչապետի տիկնոջ պահվածք է։ Բայց ով ասում ունի վարչապետի կինն է։ Ազապ աղջիկա, անտեր աղջիկա, ինչ ուզի կարա խոսի, ինչ կարա անի, մանավանդ տենում ենք էլ, որ շեղումներ էլ ունի, նո գիտեք ինչ, բան կա էլի։ Տես մարդու հետ ապրողը այդքան տարի վրան չէր կարա չազդեր էլի, չէր կարա չազդեր այդ իրա վրա։ Հիմա ինչ ճանապարհով ուզում է այդ հիվանդությունը փոխանցվի, չէր կարա նա նորմալ մնար։ Մի օր չի, երկու օր չի, 3 օր չի։ Ազդել է, հիմա արդեն ինքն էլ, ասենք օրինակ նորմալ ընտանիքներն եմ, ասենք ամուսինը մի թարսա նայեմ կամ այդ դիտողություն անում, բան չէ, կարգավորվում է։ Դրանց տուն հակառակն է։ Տես բան չի կարա լինի, որ ամուսինը փորձի դրան ասի, էլ մտքելքը թավակի գլուխը տեսնենք, այդ հեռախոսը այ քեզ բան, չի կարա տես բան ասի։ Հակառակը, ինքը կարող է։ Ես նույնիսկ մտածում եմ, ասում եմ կարող է նույնիսկ ինքը չի։ Ասենք գնացել են, ասենք ինքը հեռախոսը թողել է միջանցքում, գնացել է խոհանոցում, տոլմա է սարքում Ալեքսեևսկի կաթով, խտացրած կաթով։ Դες ունեն չէ վիդեոներ ունեն, որ Ալեքսեևսկի խտացրած կաթը դրած է, տոլմա է սարքում։ Հիմա Աննա Հակոբյան գնացել խտացրած կաթով տոլմա է սարքում, մարդը հեռախոսը վերցնում է ու սկսում է բացում այդ գազանից, իշ։ Թե չէ ասենք կինը իր բնույթով այնպիսին է, որ ասենք բարձր չէ կանայք էլ մարդիկ է տարբեր են ելնում, մեկը կրթված ալնում, մեկը անգրագետ ալնում, մեկը լավ ընտանիքից ալնում, լավ դաստիարակություն ստացած ալնում, մեկը անտերի պես աբր, հազար ձևի մարդ ալնում։ Հիմա ասենք թե ինչքան էլ ուզում ես սանձարձակ լնես, ինչքան էլ ուզում ես անդաստիարակ լնես, կնոջ բնույթը իմ կարծիքով թույլ չէր տա, որ նա, ասենք տղամարդիկ օրինակ դոգը, հա։ Հայոյում է, չէ, ում ինչ ասես ասում էր, հենա բռնետ արեմ, փագել են, պրծել են։ Ասենք դոգին ինչ ասես, տենեմ ես, ասենք ով է, ինչ ընտանիքից, ինչ այլ է, բայց ասենք թե դոգի կին տեսակը ոնց կարա լինի։ Եթե կա, ուրեմն կարող է ինքը չի։ Այդ խեղճ կնոջը դրել է, եթե ինքն է, մատ պիտի, որովհետև ինչի եմ ես որպես կասկած ասում էլի, որովհետև տեսանյութով չկա, օրինակ կարա չէ Աննա Հակոբյան նստի լայվով, ես օրինակ եթե կլսի բան առաջ մենք ոնց որ իմ հաղորդումները նայում է էլի, արդեն երկու օրվա մեջ 2 անգամ։ Այս եթերին էլ։ Ես էլ որ նայի, ասենք օրինակ տիկին Աննա կասկածներ կա էլի, որ դա կարող է դուք չեք հանկարծ։ Եթե դուք եք, վիդեո միացրեք, այնքան հեշտ է։ Այս Facebook-ի իր էջը, live, մտնում ես ու այդ նույն բանը ինչ որ ասում ես, այդ ոչիլն է, այն տխմարն է, այն ինչ է այդ բաները։ Հիմնականը ոչիլն ասում, դե դա եփ են ասում։ Քորա գալի հիշում է, ասում է, չէ, ասենք դրա մազերը տեսել ես։ Ոչիլների երազանքը, այնտե են դրանք հիմնականում ելնում, այնտե։ Հələ դրա մոտ նկարները պոյս տվեք, այն ցախավել գլխին որ Քորը գալիս է հիշում է, սկի չի ասում ճիճու։ Չեմ լսե, որ ասացել է ոչիլ։ Հիմա ասենք թե մի հատ լայվը միացրու նստի Facebook-ի դեմ, այն ինչ որ գերում ես դու ասա, որ տենանք դու ես ասում, որ չմտածենք, որ ընդհանրենք հեռախոսը ընկել է մարդու ձեռը մարդն արե։ Դրանց տուն խառը պատմություն է, պետք չի շատ ուշադրություն դարձնել, բայց եթե նույնիսկ մարդն է կամ մարդը, որ մի խոսքով էլի նկատի ունենք այն արարածը, որ այդ ինքը դա իրանց ծանր հոգեվիճակի դրսևորումն է։ Ինչի անցած տարի տենց չէին, այս տարի տենց դառան։